հիմնարկում։ Ինձ կբացատրեք, այս ոնց է լինում եւ ձեր համագործակցությունը այս առումով ինչպիսին է եւ ձեր պատասխանները ինձ, Տիկին Գալյան, որ դուք հրաժարվում եք կատարել ձեր պարտականությունները, վերահասցեագրելով, որ այս խնդիրը ձեր կոմպետենցիայի մեջ չէ։ Այսպիսի ձեր պատասխաններն էլ հանգեցրել են այն նույն այս 22 մահվան դեպքերին, որ դուք այսպես էլ նաև հավանաբար անդրադարձ եք կատարել այդ բոլոր մարդկանց։ Տիկին Գալյան, մյուս հիմնավորումը, ձեր կալանավորման պայմանների հետ կապված, ես 2 հրատապ միջոցի դիմում բողոք եմ ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեկը Լիաննա Հարությունյանի եւ իր փոքրիկի Սոնիի դեպքով էր, Ջուլիայի դեպքով էր, Ջուլիա Սոնիի դեպքով էր, մյուսը պարոն Սամվելյանի դեպքով էր։ Պարոն Սամվելյանի վերաբերյալ այնքան նամակագրությունը երկար տևեց, մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ դուք պատշաճ չեք իրականացնում, այսինքն Հայաստանի Հանրապետությունը պատշաճ չի իրականացնում իր պարտականությունները։ Սա լավ աշխատանք է, թե վատ աշխատանք է, երբ միջազգային դատարանը Հայաստանի Հանրապետության վատ պարտավորությունները խախտելու, կոնվենցիան խախտելու վերաբերյալ որոշումներ է կայացնում։ Սա խայտառակ վատ աշխատանքի մասին է խոսում, ձեր կողմից ղեկավարվող հիմնարկների խայտառակ աշխատանքի մասին է խոսում։ Պարոն Վարդան Ղուկասյանը բազմիցս դիմել է ձեզ կապված իր խցային պայմանների հետ։ Դուք այդ հարցով որևիցե դրական գործառույթ իրականացրել եք, իհարկե ոչ։ Հիմա անցնում եմ մեկ այլ դեպքին, որը տեղի ունեցավ Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Մինչ այդ ես արդեն իսկ դիմել էի եւ գլխավոր դատախազին, եւ Մարդու իրավունքների պաշտպանին, եւ Փաստաբանների պալատին, որ ձեր կողմից ղեկավարվող, այսինքն ձեր կոմպետենցիայի տակ գտնվող եւ ձեր ընկերուհի Ծովինար Թադևոսյանի կողմից ղեկավարվող հիմնարկներում ինձ թիրախավորել են եւ իմ պաշտպանյալի չեն թույլ տալիս, նույնիսկ խախտել են իմ եւ իմ պաշտպանյալի կոնֆիդենցիալ հաղորդակցվելու իրավունքը, հիմնարար իրավունքը, եւ այդ առումով ձեզ ներկայացվել են բողոքներ եւ դուք գտել եք, այսինքն դուք պաշտոնապես ինձ պատասխանել եք, որ այո, տեղի է ունեցել հատուկ քննություն, զննություն այն փաստաթղթերի, որը իմ պաշտպանյալին ես փոխանցել եմ, եւ դուք գտել եք, որ այդ քննությամբ, զննությամբ տրված նյութերը չեն պարունակում քրեական վարույթին կամ քրեական վարույթին վերաբերող նյութեր չեն եւ չեն պարունակում քրեական վարույթի տվյալներ։ Տիկին Գալյան, դուք ով եք, այսինքն ձեր կողմից այդ դուք եք պատասխանել, պաշտոնապես դուք եք այդ ղեկավարը, ձեր անունից են ինձ պատասխանել, որ դուք իրավունք ունեք, կներեք, քիթներդ մտցնել իմ եւ իմ պաշտպանյալի պաշտոնական, կոնֆիդենցիալ, փաստաբանական գաղտնիք պարունակող հաղորդագրությունների մեջ։ Դուք ով եք։ Սա ձեր խայտառակ վատ աշխատանքի մասին է այս արձանագրումը եւ այս արձանագրումը, որը դուք ընդունել եք, որ այո, ձեր աշխատակիցները քիթները մտցրել են եւ ուսումնասիրել են։ Հաջորդը Արմավիր քրեակատարողական հիմնարկին է վերաբերում։ Շարունակությունն է այս ձեր քիթները մտցնելու։ Երբ Արմավիր քրեակատարողական հիմնարկի ինչ որ մի հավանաբար կալանավոր, ես հիմա պիտի ցույց տամ այդ կալանավորի լուսանկարը, ով է այս կալանավորը, դուք կարող եք սա մեծացնել այս անձի էկրանը ավելի մեծ, այս անձը ով է, երևում է ձեր մոտ։ Տիկին Գալյան, ով է այս անձը, սա կալանավոր է, թե ով է, ես չգիտեմ, այս անձը իմ նկատմամբ թույլ է տվել ապօրինություն Արմավիր քրեակատարողական հիմնարկում եւ այս անձի նաեւ գլխավորությամբ մինչ այս պահը
իմ հեռախոսը հափշտակված է եւ գտնվում է հավանաբար իր մոտ, կամ ես չգիտեմ սա ով է այս անձը, այս անձի վերաբերյալ դուք ինչ տվյալներ ինձ կարող եք հայտնել, ով է այս անձը, նորից ցույց տամ, ով է այս անձը, որը գտնվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 32 2025 թվականի եւ ինձանից այս անձի նաեւ գլխավորությամբ հափշտակվել է իմ անձնական իր պարունակող հեռախոսը, որի վերաբերյալ դուք հայտնել եք, որ դուք նաև այդտեղ եք քիթներդ մցրել եւ պարզել եք հեռախոսի միջամտել եք հեռախոսին եւ ինչ որ պարզումներ եք արել։ Դուք ինչ իրավունքով եք դիպչել իմ հեռախոսի պարունակությանը եւ ինչ իրավունքով է այս անձը, ով է սա, կալանավոր է, որ իմ նկատմամբ ապօրինի գործողություն է թույլ տվել։ Այս մասին ես հաղորդում ներկայացրել եմ եւ մինչ այս պահը չունեմ դրա պատասխանը։ Հիմա հաջորդին անցանք։ Հաջորդը ես այցելել եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկ, որպեսզի տեսնեմ Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետ Գարիկ Ծատուրյանին, ներեցեք, անունը Գարիկ է, ազգանունը Ծատուրյան։ Ծատուրյան Գարիկը ունի օպեր լիազորի ինչ-որ աշխատանքային փորձ, այս Ծատուրյան Գարիկից ինչ-որ գրություն եմ ստացել, որից հայտնի չէ, թե ինչ էր ուզում Գարիկ Ծատուրյանը վերջի ինձանից, այդ գրությանը ես պատասխան ներկայացրել եմ, հիմա այս Գարիկ Ծատուրյանին ուզում էի տեսնել և պարզել, թե ով էր այդ սևազգեստ, այդ տղամարդը, որը իմ նկատմամբ ապօրինություն գործեց։ Պարզվեց Գարիկ Ծատուրյանը տեղում չէր, ես այդ տեսանյութը նաև հրապարակված է հանրային տիրույթում, ձեզ էլ նաև հասանելի է, ինձ կասեք Գարիկ Ծատուրյանը որտեղ էր, ըստ որոշ տվյալների մեկ ասում է երևի մտել էր սեղանի տակ, ես չգիտեմ, կամ հատուկ կարիքների համար դուրս էր եկել, բայց ավելի ճիշտ է, ես ավելի հիմնավոր կասկած ունեմ, որ Գարիկ Ծատուրյանը, քանի որ տեսնում էր, որ ես գալիս եմ դեպի իր աշխատասենյակ, ուղղակի աշխատասենյակից փախուստի էր դիմել, որպեսզի չպատասխանի իմ հարցերին, ուր է գտնվում ինձանից հափշտակված իմ անձնական իր հանդիսացող եւ իմ անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող նյութ պարունակող իմ հեռախոսը որտեղ է գտնվում եւ այդ ձեր Գարիկ Ծատուրյանը տեղում չէր, ուր էր ձեր Գարիկ Ծատուրյանը, եթե լավ աշխատանք եք իրականացնում, ապա պետք է իմանաք ուր էր Գարիկ Ծատուրյանը եւ ընդհանրապես ոչ է նրան փոխարինող կար Գարիկ Ծատուրյանին եւ ուր է իմ հեռախոսը, որտեղ եք պահում, ինչի համար եք վերցրել, ով էր այդ տղամարդը։ Այս բոլոր հարցերը ձեզ եմ ուղղում։ Եվ մի բան էլ կարող եմ խորհուրդ տալ, որպես օրինակ երիտասարդ կին, ով իմ երեխայի մոտավորապես տարիքի է, ձեր արտաքին տվյալները կարծում եմ բավարարում են, օրինակ կարող եք մի քանի դասեր ստանալ տիկին Քիմ Քարդաշյանից եւ ձեզ դրսեւորել այդ ասպարեզում ռեալիթի շոու կամ այլ ասպարեզներ, այսինքն բեմական ասպարեզում եւ այդտեղ դուք համոզված եմ այդ $200,000 բնակարանի գումարը կարող եք վաստակել եւ իրավաբանության հետ կապված ձեր գործառույթները, այսպիսի գործառույթները, որը իրականացրել եք, թողնել մեկ այլ անձի, ով պրոֆեսիոնալ, բարեխղճորեն, սրտացավ իրականացնի այդ բոլոր աշխատանքները, որը դուք չեք կարողանում իրականացնել։ Սա ձեզ որպես գնահատական